Սիրելի եկեղեցի, ողջույն ձեզ, եկեք մեր տերունական աղոթքով բացենք այսօրվա ծառայությունը։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, գա քո արքայությունը, լինի քո կամքը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Մեր ամենօրվա հացը տուր մեզ այսօր և թող մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ թողնում ենք մեր պարտականներին, և մի տանի մեզ փորձության, այլ ազատիր մեզ չարից, որովհետև քոնն է թագավորությունը և զորությունը և փառքը հավիտյանս, ամեն։ Մինչ կանգնած ենք Տիրոջ ներկայության մեջ, եկեք կարդանք այսօրվա խոսքը Առակաց 15:17։ Լավ է խոտեղեն կերակուր և հետը սեր, քանց թե գեր զրվակը ատելությունով, այսպես է ասում Աստծո խոսքը։ Սիրելիներս, իմ ձեռքերի մեջ կարիքներ են, մի անգամ շատ հաստալինում, մի անգամ բարակ, բայց քանի որ մենք այս երկրի վրա ենք ապրում, մեկա կարիքները լինելու են, բայց մենք գիտենք, թե կարիքները ում ոտքերի տակ դնենք, ում ներկայացնենք։ Եկեք, ովքեր չեն հասցրել գրեն, մտովի միացեք մեր աղոթքին։ Հայր Հիսուսի զորավոր անունով գալիս ենք քո առաջ Տեր իմ Աստվածաշան և խնդրում ենք այն ինչ որ անկարելի է քո համար կարելի է, այն ինչ որ չի ստացվում մեր մոտ, քո մոտ ամեն ինչ լինում է։ Թող քո գերբնական մաշող կրակը իջացնես Տեր իմ Աստվածաշան և հալածնես ամեն մի կարիք, որը հիվանդության, որը Տեր իմ Աստվածաշան մենք գրել ենք և խնդրում ենք, որպեսզի դու լուծումը տաս։ Հիվանդություններ, որոնք մարդկանց համար անհնար են, բայց քո համար անհնարին ոչինչ չկա։ Ես խնդրում եմ Տեր իմ Աստվածաշան, որ այն տներում, որտեղ խաղաղություն չկա, թող քո խաղաղությունը գա, քո միաբանությունը գա, այնտեղ Տեր իմ Աստվածաշան, որտեղ լաց ու կոց է, թող լինի ուրախություն Տեր, այնտեղ Տեր իմ Աստվածաշան, որտեղ կարիքներ կան, թող այդ կարիքները քո գերբնական ձևով լուծում ստանան, որովհետև դու ամենակարող Աստված ես և քեզանից հնարավոր չի թաքցնել և քեզանից Տեր իմ Աստվածաշան հնարավոր չի պահել, որովհետև դու ամեն ինչ տեսնում ես և դու լուծումը տալիս ես Հիսուսի զորավոր անունով։ Բերում ենք նաև մեր Հայաստանը Տեր, մեր Հայաստանը, մեր տանջված, բազմաչարչար երկիրը և խնդրում ենք մեր Հայաստանի համար Տեր իմ Աստվածաշան, այն երկիրը, որը քո անունով է կանչված, որովհետև հայ ազգը ամբողջությամբ քեզ է տրված, թող ծնկի գան ամեն մարդ, բոլորը թող ծնկի գան, ովքեր քեզ ճանաչում են, ովքեր քեզ ընդունել են ու փառավորեն քո սուրբ անունը, եւ ծնկի գան այն մարդիկ, ովքեր իրենց սիրտը չեն տվել, եւ ծնկի գալով իրենց սրտերը տան։ Տեր իմ Աստվածաշան, բեր խաղաղություն մեր երկրում, այն սև ամպերը, որ կուտակվել են մեր երկրի գլխին, թող քո փառքով հեռանան ամեն մի սև ամպ և քո լույսը միայն ծագի մեր Հայաստան երկրի վրա։ Թող բոլորը ապաշխարության գան Տեր իմ Աստվածաշան, թող եկեղեցիները, հազարավոր եկեղեցիներ ճշմարիտ բացվեն մեր երկրում, Հիսուսի զորավոր անունով։ Խնդրում ենք Տեր իմ Աստվածաշան, պահի ու պահպանի մեր սահմանները, օրհնի մեր երկրի ղեկավարությանը, տուր նրանց երկյուղ, քո երկյուղը, որպեսզի նրանք կառավարեն քո երկյուղով։ Վերադարձրու Տեր իմ Աստվածաշան մեր զինվորներին, մեր գերիներին իրանց տուն։ Շնորհակալ ենք ամեն ինչի համար, օրհնում ենք նաև Ռուսաստանը, շնորհակալ ենք այս երկրի համար, որովհետև պանդուխտ լինելով մենք եկել ենք այստեղ, ապաստան ենք ժամանակին գտել և օրհնված ենք եղել, որովհետև ընդունել ենք քեզ, շատերը ճանաչել են այստեղ քեզ։ Շնորհակալ ենք Տեր իմ Աստվածաշան, որ դու կաս մեզ համար, որ դու կաս այս երկրի համար, այս բազմաչարչար երկրի համար, թող գա խաղաղություն Տեր իմ Աստվածաշան, այստեղ շատ ազգեր են ապրում, թող բոլորի դռները բացվի, ավետարանը թող մտնի, քո լույսը թող մտնի, Տեր իմ Աստվածաշան, ճանաչեն քեզ, որպես միակ Աստվածը, չաստվածները թող հեռանան իրենց կյանքերից, Հիսուսի զորավոր անունով, շնորհակալություն, 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 Հայր, Որդի և Սուրբ Հոգի, հալելույա, ամեն։
Փառք Հիսուսին, շնորհակալություն մեր հով գորին Աննա Քուրիկին այս հնարավորության համար, սիրելիս ես տունն եմ, չգիտեմ, որոշ մարդիկ կճանաչեն, որոշ չէ, ես այստեղ եմ ծնվել մեծացել, այսպես ասեմ, եկեղեցում, հոգևոր ծննդի մասին եմ խոսում, մեզ մի տարի առաջ ուղարկեցին, Փառք Հիսուսին, լավա որ ուղարկեցին, գիտես, կուզեմ Աստծո խոսքը ամեն մեկի կյանքում իրականանա։ Կապ չունի դու ուզում ես թե չէ։ Շատ ժամանակ Աստծո խոսքը լնում մենք մեզ հարմար չի, այդ բանը ասում ենք դե կլինի մի քիչ հետո։ Թող Աստծո խոսքը, եթե խոսք ունես, իրականանա քո կյանքում։ Ու կապ չունի քո սրտովա թե չէ, ամեն, կարևոր իր սրտովը լի, մնացած այսօր չենք հասկանում, վաղը մեր սրտով ալնելու։ Փառք Հիսուսին, ես այսօր իմ երկու գեղեցկուների հետ եմ եկել այստեղ, կնոջս ու աղջկաս, ուրախ եմ լինելու տունը։ Ես կարոտում եմ, անկեղծ եմ ասում, ձեզ բոլորիդ կարոտում եմ շատ։ Համեցեք մեր սոճի, չի չեք գալիս։ Կգաք, չէ։ Իմացեք այնտեղ աղբեր ունեք, որ գաք անպայման Փառք Հիսուսին, Փառք Տիրոջ ես հնարավորության համար մի խոսքի մասին եմ ուզում խոսամ, որ գրեթե բոլորիս էլ վերաբերվում է։ Գիտես ինչի համար, որովհետև հենց ստեղ ենք, ուրեմն վերաբերվում է։ Ամեն։ Ով է համաձայն, որ Աստվածանոջը իրան է վերաբերվում։ Մի քանի հոգի։ Ժողովուրդ, պիտի սաղս բարձրացնեք ձեռքերս։ Աստվածաշունչը ոչ թե աշխարհի մարդկանց համար է, ոչ թե ընտանիքի չափ աշխարհած մարդու համար, այլ հենց քո համար է։ Հենց քո համար է։ Գիտես ինչի, որ մեր Աննա Քուրիկն է չէ լավ ասում, ոչ թե Աստվածանոջով ծեծես քո չափ աշխարհած ինչ որ հարազատի, այլ դու մտնես Աստվածանոջի մեջ, օրինակ լինես, որ քո կողքի բոլորը օրինակը տենան, ասեն ես էլ եմ այդ Հիսուսին ուզում։ Ամեն։ Դարավ Աստվածանոջը մեր համար, ամեն։ Փառք Հիսուսին, Փառք Տիրոջը։ Ես քեզ վերնագիրը շուտ կասեմ, այսօրվա վերնագիրը այսպես եմ գրել։ Աստծուց խոսք ունեմ։ Քո համար չունեմ, քո համար պատրաստված չեմ եկել։ Լսի, Աստվածանոջը երբ որ բացում ես Աստծուց խոսքը արդեն քո համար։ Համաձայն ես անպայման չի ստեղից քարոզիչը հովիվը կանգնի ասի, գիտես Աստծուց քո համար խոսք ունեմ, այսպես է ասում Աստված։ Բացի թող քո Աստված քեզ տենց ասի։ Հա? Բայց այսօր ես վերցրել եմ այս խոսքը Աստծուց խոսք ունեմ, ես ունեմ իմ կյանքում Աստծուց խոսք։ Ու ոնց եմ վերաբերվում։ Ու եթե ունես Աստծուց խոսք, ոնց ես վերաբերվում։ Այսօր մի փոքր դրա մասին ենք խոսալու։ Տենանք Աստծո կամքի մեջ ենք, թե Աստծուց մի քիչ հեռու։ Ես Սերմնացանի առակի մասին եմ ուզում խոսամ, բոլորը շատ լավ գիտեք, ես գիտեմ, բայց ուզում եմ մի անգամ եւս կարդամ։ Մատթեոս 13-րդ գլուխ 3-ից 8-րդ խոսքերը։ Հիսուսը ժողովրդի հետ այնքան շատ են ելնում, էլ տեղ չի լինում, Հիսուսը հելնում նստում է նավի մեջ, մի քիչ այնքան գնում, սա ժողովուրդը գալիս են ափի մոտ, որ Հիսուսի խարոզը լսեն, Հիսուսը տես ինչ ասում, ու սկսում է առակներով խոսալ հետը։ Ասում է եւ նրանից շատ բաներ խոսեց առակներով ասելով. Ահա սերմ ցանողը դուրս է գնում սերմ ցանելու։ Եվ նա սերմելիս մի քանիսը ճանապարհի մոտ ընկան։ Եվ երկնքի թռչունները եկան եւ կերան նրանց։ Եվ ուրիշներն ընկան քարքարոտ տեղ, ուր շատ հող չկար։ Եվ շուտով բուսավ, խոր հող չունենալու պատճառով չորացավ։ Բայց երբ որ արեգակը ծագեց, տաքացավ, որտեվ արմատ չունեին, չորացան։ Եվ ուրիշները ընկան փշերի մեջ, եւ փշերը դուրս եկան եւ խեղդեցին նրանց։ Եվ ուրիշները ընկան բարի երկրի վրա, եւ պտուղ էին տալիս, որը 100, եւ որը 60, եւ որը 30։ Ամեն։ Ինչ ես կարծում, մի բուր սերմի մասին է խոսքը։ Իմ ու քո մասին է։ Եկեղեցու ժողովրդի մասին է։ Հիսուսը նստած քարոզում ասում է, լսեք, աշխարհի մարդիկ չէ։ Եկեղեցու մարդիկ, որ եկել են ուզում են խոսքը լսեն Աստծուց, եկել են մտել են եկեղեցի խոսքը լսում են ու համեմատում է։ Ասում են մարդիկ կան եկեղեցու, որ գալիս են շաբաթ կիրակի անպայման գալիս են ծառայության, բայց գիտես որտեղ են, գալեչկայի համար են գալիս։ Ճանապարհի մոտինի հետ է համեմատում։ Կներես, հա որ համեմատությունը սենց են բերում, ես չեմ, Աստվածաշունչն է ասում։ Ասում է նմանեցնում է հենց առաջի սերմերին, այսինքն ինչ որ մարդկային խմբականակի նմանեցնում է ճանապարհի կողքը ընկած սերմերին։ Հա իրանք գալիս են եկեղեցում ենք փառք Աստծո, վсё։ Գալիս են խոսքը լսում են, ասում է երկնքի թռչունները համեմատում է չարի հետ, ասում է գալիս են այդ սերմ ուտում են, վերջ։ Հետո շարունակում ասում անգան մի քանիս ընկավ քարքարոտ տեղ։ Գալիս է խոսքը կպնում է սրտին, փառք Հիսուսին, հալելույա։ Հելնում է դուրս ընկերները կամ ընտանիքը աղանդավոր դարար, հա, գնացիր, հեսա սենց ալնելու են, ինձ պետք չի, ես հետ եմ եթում։ Ասում արմատ չունենալու պատճառով արևը տվեց չորացավ։ Երրորդը նմանացնում է երրորդ դասի մարդկանց, հա, փշերի մեջ ընկած մարդկանց։ Ասում է ընկել են փշերի մեջ, եկեղեցում են սիրելիս 4-ի մասին էլ եկեղեցում է խոսում։
4 տեսակի մարդկանց մասին, խոսում է, որ եկեղեցում են գտնում, ասում է, երրորդը ընկավ փշերի մեջ, գալիս է եկեղեցի, նաև երևի ծառայում է, հետո բայց հեսա որ կարդանք ասում է հարստության խաբեությունը գողացան տարան, երրորդն էլ սերմ չտվեց։ Ես սկզբից ասացի, որ Աստծո խոսքը թող քո կյանքում կատարվի։ Երեքի կյանքում չկատարվավ։ Ես չեմ ուզում ստեղից ոչ մեկիս կյանքում հանկարծ լինի, այնց որ մեկս ընկած լինենք ճանապարհի մոտ, մեկս քարերի մեջ, մեկը փշերի մեջ, իրանց կյանքը ժամանակավոր է։ Մենակ Աստծո պարարտ հողի մեջ ընկնողն է, ընկնում, մեռնում է աշխարհի համար։ Ծիլա տալի նոր Աստծո հետ ապրում է։ Ամեն։ Ուզում եմ որ բոլորս, գիտես ինչ, արմատ տվող լինենք, արմատ գցող լինենք։ Հողը պատրաստ է, պարարտ է։ Մնում է մեր կարանանք արմատները երկարացնենք, հա։ Մնացածին ուշադրություն չդարձնենք։ Ես ուզում եմ շարունակությունը կարդամ։ Աշակերտները ասում են Հիսուս խես առակներով խոսում, ասում է իրանց գործը չի իմանալը, բայց ձեզ ասում է կբացեմ։ Աշակերտներին առանցին հավաքում է, շարունակությունը 19-րդ խոսքից էսպես ասում։ Այն ամենից, այսինքն այն մարդկանցից, որ արքայության խոսքը լսում են եւ չեն իմանում, քրիստոնյա կոչվող ժողովուրդը, որ Աստծո խոսքը գալի լսում է, խոսքը լսում ասում է եւ չի իմանում, ստից մտնում ընդից հելում է վերջ։ Մտավ հելավ։ Մի հատ ձեր չբարձրացնես։ Գախնի հարց եմ տալի, կողքինդ պետք չի իմանա։ Հետ եղել է ստեղից մեկը քարոզանի, ասեն այդ նույն քարոզը 2 շաբաթ առաջ կամ մի ամիս առաջ կամ լսել եմ ինչ նորություն։ Ձեր չբարձրացնես հանկարծ։ Իմ մոտ եղել է։ Գիտես, երբ որ մի քիչ թուլանում ես, մի քիչ սկսում ես թմրել, մեկ էլ գալի ասում, հա դե էդ էլ գիտես, այն էլ գիտես, այն էլ գիտես, բայց օգուտը որն արմատ չունես զատո։ Հա իմանալը շատ քիչ է, բա ապրելը։ Ամեն բոլորն էլ Աստծո խոսքը գիտեն։ Մանավանդ մենք հայերս, մեռնեմ Աստծո զորությանը ու վсё։ Դրանից ավել չգիտեն ինչ պիտի անեն։ Հակառակ Աստված կանչելա մենք ապրենք ու 30, 60, 100 պտուղ բերենք այս երկրի վրա։ Շարունակությունը ասում է, առաջին ասում է խոսքը լսում է չի իմանում եւ չարը հափշտակում է նրա սրտի մեջ սերմածը։ Ամեն շաբաթ, ամեն չորեքշաբթի երբ որ գալիս ես, ստեղից իմ ու քո սրտի մեջ սերմեր ալացվում։ Ես չեմ ուզում հարցնեմ ով Աստծո խոսք ունի, ով է ունեցել կամ ով է ուզում, գրեթե բոլորս էլ ձեռքը բարձրացնենք։ Բայց գիտես, մարդ չկա երևի թե որ Աստծո խոսք չունենա։ Կամ Աստված չուզենա խոսք տա։ Հարցը մենք ուզում ենք լսենք թե չէ։ Հարցը մեզ ինչքանով է ձեռնատու, ինչքանով է հաճելի, ինչքանով պիտի մեր կոմֆորտը թողենք։ Սերմը գցելա, առաջինը գալի տանում է, չարագրավները գալի տանում են։ Ասում են նրա մեջի սրտ եղածը տանում է։ Սա ճանապարհի մոտ սերմվածն է։ Երկրորդը համեմատում ասում է եւ քարքարոտ տեղը սերմածը նա է, որ խոսքը լսելիս շուտով ուրախությամբ ընդունում է։ Եվ որ մեկին Աստծո խոսք ես քարոզում, ոտից գլուխ փշակաղվում, վայ, այս ինչ լավ է։ Քեզ թողեց всё Աստծո խոսքն էլ մոռացավ։ Մենք ուրիշների մասին ենք, չէ՞ խոսում, մեր կյանքում էլ ալնում։ Ստե գալի նստում են քարոզիչը հզոր քարոզա տալի։ Հովիվը, մյուսը, այո եւ ամեն դալիճից ելնում ենք, դալիճից չէ։ Առաջի հարկից դուրս են գալի всё դե փորձի մեկը ոտս տրորի, տես ինչ կանեմ, երկու անգամ ավել կտրորեմ։ Մեր մասին է խոսում, իմ ու քո մասին է խոսում, Աստվածային չէ։ Ասում է խոսքը լսեց, ասեց ամեն, ոնց որ շատերս ստե խոսքի մեջ ասում ենք ամեն, ես էլ եմ ասում։ Ասում ենք ամեն, հալելույա, Հիսուս ջան, խոսքդ ընտիր էր, վերցնում եմ, դուրս ենք գալի, մոռանում ենք։ Արմատ չգցեցինք, ուղղակի լսեցինք, ասեցինք ամեն։ Եվ քարքարոտ տեղը սերմվածը նա է, որ խոսքը լսելով շուտով ուրախությամբ ընդունում է նրան, բայց արմատ չունի իր մեջ։ Այլ ժամանակավոր է։ Մինչև առաջի հարկ ձգեց։ Ներողություն բառիս համար։ Եվ երբ որ նեղություն կամ հալածանք է լինում այն խոսքի համար, շուտով գայթակղվում է։ Հերիքա մի հատ ուրախ հետաս կողքինի տունը, ընկերներիդ ասես, գիտես, այնպես տեղ եմ գնացել, վայ, ինչ տիրոջ ներկայություն կար, իրոք ստեղ վերապրում ես, տիրոջ ներկայությունը։ Գնում ես տուն, ուզում ես այդ ուրախությունդ պատմես, մեկ էլ ես կտցրած ով է, ուս է, բայց կարող է իսու։ Ու մի երկու բան էլ ավել պատմում են ճակերտների մեջ։ Ճիշտ։ Ճակերտների մեջ։ Եկեք ստեղից ճիշտ բանը սովորեք։ Ոչ թե այնտեղից ուզեք փորձեք ձեր ճիշտ ասեք։ Ինչ ես անում, արմատ չունի, ասում է ժամանակավոր, այդքան տեղը ձգեց։ Մենակով չկարացավ։ Երբ որ նեղություն կամ հավալածանք է լինում այն խոսքի համար, շուտով գայթակղվում է։ Եվ փշերի մեջ սերմվածը նա է, որ խոսքը լսում է։ Այստեղ մի քիչ ուզում եմ իմ ու քո վրա կենտրոնացնեմ։ Կներես, հա, որ մեզի 4-րդ տարբերակը չեմ թողել։ Ներողություն եմ խնդրում նախորոք։ Ասում եմ, բայց փշերի մեջ սերմվածը նա է, որ խոսքը լսում է եւ
Եվ այս աշխարհի հոգսերը եւ հարստության խաբեությունը խեղդում են այն խոսքը եւ անպտուղ է լինում։ Դու կարաս լավ ծառայող լինես, գաս եկեղեցի վազես առօտից իրիկուն, հենց մի քիչ նեղություն ա գալի, գոնե փոխանակ եթանք վազենք բռնենք Հիսուսին, այս մի գործն էլ անեմ, մարդիկ գիտես ինչ թերի կարծիք կա աշխարհում։ Մարդիկ մտածում են, որ շաբաթվա մեջ 7 օր աշխատեն, մի բան ավել կլինի։ Այդ չեն հասկանում մի բան, որ Աստված ասեց, սիրելիս 6 օր աշխատի, 7-րդ օրը արի, որ այս են մնացած 6 օրվա օրհնությունը տամ քեզ։ Իսկ այնտեղ չեն վերցնում 7 օր տառապում են, տանջվում են, էլի 7 օր, ուզում են ծերը տնան, չեն տնում։ Գաղտնիքը պարզ ասել է, 6 օր աշխատի, 7-րդ օրը տուր Աստծուն։ Ամեն։ 6-րդ օրը 7-րդ օրը Աստծունն է, գործ չունես։ Ինչքան է եղել, չէ, գործի համար թողել են եկեղեցին, այն մի հատ բան կայ, ասում սուտ ախոսում չի էլ կարմրում է։ Ինչքան է եղել եկեղեցի գնալ ասել ենք հալա ոչինչ այսօր այդքան գործի չէ, բան չեմ ասում, իմ մոտ էլա շատ ժամանակ եղել են սկզբի ժամանակները, որ աշխատանքը պետք է եղել արել եմ, բայց գիտես պիտի գա մեր կյանքում ժամանակ, որ ասես վերջ, Աստծուն մնացածին, ամեն, Աստծուն մնացածին։ Ես չեմ ուզում ասեմ գնա տենց արա։ Էսի ամեն մեկի անձնական որոշումն է Աստծո առաջ։ Ես որ եկա այստեղ մի տարի հետո էր, թե ավելի շուտ դաժե։ Ասել կյանքում գործի պատճառով եկեղեցու չեմ բացակայելու, մենակ խնդրում եմ, մեծ չեմ խոսացել։ Ես հասկացել եմ հետևանքները, ասել եմ մենակ խնդրում եմ, օգնի, որ կարողանամ տրատակից դուրս գամ։ Ու արդեն երևի 12 տարի է, որ ես չեմ բացակայում գործի պատճառով։ Այսինքն իմ համար աշխատանքը դրել եմ մի կողմ, Տեր, ու ինչքան մարդկանց հետ, ինչքան մարդկանց մոտ աշխատել եմ, մի օր չի եղել, որ այդ հարցը հարցականի տակ լինի։ Ես գնամ եկեղեցի, թե գնամ աշխատանքի։ Աստծուն մնացածի հետ գործ չունենք։ Հարստության խաբեություն, տես, չել ասում է հարստություն, անենց հավես է գրած, ասում է հարստության խաբեությունը։ Մտածում ես էս էլ անեմ, էս էլ անեմ, հաստեղ ինչքան ունենանք։ Լավ, ստեղ ինչքան ունենք, բանդեղի տան մասին ով է մտածելու։ Ստեղ 3 հարգանի դղյակ գցեցինք, այնտեղ պալատկա է։ Արին դեղի մասին մտածենք։ Ուղղակի մենք մարդ ենք, չէ՞ մի քիչ էգոիստ ենք, մեր ֆիզիկական աչքերը երբ որ տենում է, ստեղ է ուզում ամեն ինչ։ Հերիքա մի պա ուզում ես կենտրոնանաս այնտեղ, մեկ էլ գալիս է ամեն ինչը։ Շարունակությունը 4-րդի մասին է խոսում։ Այստեղ լավ, այն 3-րդը քեզ չեմ ասում, ստեղ իմ ու քո մասին է խոսում։ Ասում է, բայց բարի երկրում սերմվածը նա է, որ խոսքը լսում է եւ իմանում է։ Պաստորեն կարաս խոսքը լսես ու չիմանաս։ Շարունակում ասում է, եւ որը պտուղ է տալիս, որը 100, որը 60, որը 30։ Իմ ու քո մասին է ասում։ Գիտես իմ մի կարճ բառով ինչ ասում, ասում է դու պիտի օրհնություն լինես կողքինիդ համար, վերջ։ Դու պիտի լինես տնկված Աստծո ճանապարհի, Աստծո ծրագրի մեջ, որ օրհնություն լինես կողքիդ համար, վերջ։ Չի ասում տնկված եղի Աստծո մոտ, Աստծո ճանապարհի մեջ, որ քեզ լավ լինի, քո ընտանիքին լավ լինի, կոմֆորտի մեջ ես։ Էդ էլ ալնելու։ Ես շատ շուշուտ եմ ասում, Աստված այս երկիրը ստեղծել է ոչ թե աշխարհի մարդկանց համար, այլ իմ ու քո վայելելու համար։ Կարաս ասես ամեն։ Ամեն։ Այս աշխարհը Աստված իմ ու քո համար է ստեղծել, ոչ թե աշխարհի մարդկանց։ Մենք պիտի վայելենք։ Էսի մեր վայելելու համար է։ Դրա համար էլ որ Ադամն ու Եվան մի քիչ շեղվեցին ճանապարհից, Հիսուսը մեր եկավ իր արյունը, իր մարմինը տվեց, այսօր հաղորդություն ենք ընդունելու։ Գիտես, այդ ամեն ինչը հետ վերցնելու մի հատ էլ հազարամյա թագավորություն կնքվեցավ, որ ես ու դու նորմալ ենք կներեք, մարդավարի վայել ենք, այն ինչ որ Աստված ի սկզբանե իմ ու քո համար էր ստեղծած։ Բայց արի ճիշտ հողի մեջ տնկվենք, էլի։ Աստծո խոսք ունես, պինդ բռնի։ Ամեն։ Շատ սիրած երկու հերոսների մասին եմ ուզում խոսամ, երկուսն էլ ուժեղ զորավոր ծառայողներ։ Հիմա մի հատ բան ասեմ շուտ կիմանաք։ Մեկի շողքով էին բժշկում, մեկի վրա թաշկինակ էին կախում, տանում կպցնում, ինչ հիվանդություն ուզում ալի բժշկում է։ Մենք էլ հայերը շատ ենք օգտագործում Պողոս Պետրոս, իրանց մասին է խոսքը։ Երկու զորավոր մարդիկ։ Ցանկացած հավատացել Երանի կտա, թե շողքից մեկը կարողանա բժշկվի, թե 40 րոպե աղոթում ենք, որ տենանք ինչ ալում։ Շողքից մարդու բժշկում էին, պատկերացնում ես ինչ հերթեր կայնած։ Հենց արևը բացում էր, Պողոս հետևից կանգնած էին։ Մինչ անդրադառնամ Պողոսին, գիտես ինչ եմ ուզում ասեմ։ Տես, ստիպողաբար ոչ մի բան չկա, չէ՞ Աստծո խոսքի մեջ։ Գիտես գաղտնիքը որն է։ Ես ու դու ենք ընտրում 4-ից որտեղում տնկված լինենք։ Ես ու դու ոչ մեկ մեզ չի համոզում, ոչ մեկ մեզ չի ստիպում։ Մենք ենք որոշում ինքնական որ հողի մեջ, այսինքն այնտեղ մի հատ է հողը, որտեղ մեր վերջնակետը դնենք։ Աստծո խոսքի մեջ որ պտուղ է տալու, թե մնացածը, պարզել գրած է, ասում դրանք բոլորը ժամանակավոր են։
ապագա չունեն։ Մենակ Աստծո մեջ տնկվածներ ունեն ապագա սիրելիս։ Մենակ Աստծո մեջ տնկվածներ, ով որ արմատա գցում Աստծո մեջ, ծլում է, ծաղկում է 30-60 100-ապատիկ պտուղ է տալի։ Ես ինչ եմ ուզում ասեմ, եթե խոսք ունես, խոսքը լսում ես, կարդում ես տունը, չէ, բռնվի այդ խոսքից։ Ինչքան կարաս պինդ բռնվի այդ խոսքից։ Ամեն։ Մեր Աստված հավատարիմ Աստված է։ Մեր Պետրոսին վերադառնանք։ Օրհնված ծառայություն ա լինում, շատ հետաքրքիր, շատ լավ։ Ու Հիսուս ասում է՝ «Տղեկ, դուք գնացիք, ես մի քիչ հետո կգամ ձեր մոտ»։ Տղեկին աշակերտներին դնում է նավը ու տղեկը գնում են։ Տղեկը գնում են, արդեն իրիկուն ա դառնում։ Մի քիչ էլ ալիք է տալնում ծովը։ Մեկ էլ Հիսուս իր համար քայլելով գալիս է ջրի վրով։ Այսօր մեր Ռուբո աղբերը կարիքները աղոթելուց առաջ գիտես ինչ լավ բան ասեց, ես շուշուտ եմ ասում էդի։ Ասեց մեր կարիքները դնում ենք Հիսուսի ոտների տակ, մոտ չէ, տակ։ Հիսուսի ոտների տակ, որտեվ Հիսուս այս ամեն խնդրից բարձր է։ Էսի մեր համար է խնդրեմ, այնտեղ ծիծաղալու է։ Համաձայն ես։ Մեր համար է, որ պրոբվայս խնդրեմի տակով չեմ կարող ասեմ, Հիսուսը ծիծաղում է։ Գալիս է ծովի վրով։ Ես գիտես ծովը համեմատում եմ մեր այսօրվա խնդիրների, իրավիճակների, փորձությունների, հարձակումների, դժվարությունների հետ, հիվանդությունների հետ։ Գիտես Հիսուսը ծովի վրով ինչա չէր կարա մի հատ նավակ ճարել տղեկին հասներ։ Լավ էլ կարար։ Գիտես եկավ որ ցույց տա տղեկ, ես այս աշխարհի բոլոր խնդիրներից, բոլոր իրավիճակներից, բոլոր փորձություններից վերև եմ, իրանք ամեն ինչին ոտների տակ են։ Ասա ամեն։ Ամեն ինչ քո Հիսուսի, իմ չէ, քո Հիսուսի ոտների տակ է։ Գիտես գաղտնիքը որտեղ է։ Հեսա կարդում ենք։ Հիսուսը գալիս է։ Տղեկը ապշահար նայում են, այս 1000 տարիա ջրի մեջ ձուկ բռնած, ամբողջ կյանքները ծովերում անցկացրած, մի անգամ չեն տեսել։ 1000 անգամ էլ երևի ինգած կլնեն նավակից, ոչ մեկ չի կարած այդ ջրի վրա հելնի կայնի։ Մի ձև խնդրել են մեկը օգնել է։ Ասում է, բայց նավն արդեն ծովի մեջտեղն էր եւ ալեկոծվում էր, որովհետեւ քամին ներհակ էր։ Եվ գիշերի 4-րդ պահին Հիսուսը ծովի վրա գնալով նրանց մոտ եկավ։ Հիսուս ունենք աշխարհը չունի, անկեղծ եմ ասում։ Եվ աշակերտները, երբ որ տեսան նրան ծովի վրա գնալիս, շփոթվեցան եւ ասեցին. «Թե աշկի երևույթ բան է»։ Եվ վախից աղաղակեցին։ Հետաքրքիր է, չէ՞, աշակերտները մենք մի անգամ մեր աշկով տենայինք Հիսուսը բժշկություն անում, էլ ոչ կասկած, ոչ իման չէր լինի, համաձայնես թե չէ։ Ամեն օր հրաշքի մեջ են, իրանց կյանքով էլ է, իրանց միջոցով էլ է, այսինքն իրանց միջնորդությամբ հրաշք լինում, մեկ հենց մի հատ արտասովոր բան են տենում, չեն հասկանում, որ կարա Հիսուսը լինի, մի անգամից ասեն, կարող է Հիսուսն է, այս կարող է աշկի երևույթ բանը։ Մի անգամից վախ։ Գիտես ինչ եմ ուզում ասեմ առաջինը։ Աստծո խոսքը քեզանից կարա գողանա մենակ վախը։ Այն որ դու թույլ ես տալի գալիս է քո կյանք։ Ոչ մի բան չի կարա գողան։ Հերիքա վախենաս, որ կարողա իմացի արդեն դուռա բացել։ Իմացի արդեն դուռա բացել ու կապ չունի ինչ բնագավառը։ Ու կապ չունի ինչ բնագավառը։ Տես Հիսուսը միանգամից գալիս է հանգստացնում, ախր շատ լավն է մեր Հիսուսը։ Եվ Հիսուսը շուտով խոսեց նրանց հետ եւ ասեց. «Քաջ եղեք, ես եմ, մի վախենաք»։ Սիրելի քուրս ու աղբերս, մենք էլ ես էլ քո հետ աշխարհի վրա ապրելով ապրում ենք, անցնում ենք դժվարության մեջով, խնդրի մեջով, հիվանդության մեջով, միայնության մեջով, չգիտեմ, հիասթափության, լքվածության, տարբեր ամեն մեկը տարբեր բանի մեջով անցնում։ Հիսուսը կանգնել է կողքդ, այդ խնդիրներիդ վրա քեզ ինձ էլ հետ ասում է, լսի, հետդ եմ, մի վախեցի։ Լսի, հետդ եմ, մի վախեցի, խոսք ունեմ տված, հետդ եմ, մի վախեցի, կարաս հավատարիմ մնաս, կարաս չվախենաս։ Ու շարունակում է։ Եվ Պետրոսը այդքանը քիչ էր, որ Հիսուսը հանգստացրեց, դե Պետրոսը բանա չեն, մեր էմոցիոնալներով շատ առաջնորդվող եղբայրեր չէ այն ժամանակ։ Ասում է, եւ Պետրոսը պատասխան տվավ նրան եւ ասեց. «Տեր, եթե դու ես, հրամայիր ինձ, որ ջրերի վրայով քեզ մոտ գամ»։ Հա ինչ խնդիր ունես։ Էդի քո համար անհնարին։ Էդի իմ ու քո համար է ջրերի վրա անհնարին։ Էդի իմ ու քո համար է, որ զույգերը 10 տարի երեխա չեն ունենում ու ասում են կյանքում տենց բան չի լինելու, բժշկական տերմիններով անհնար է, հաջորդ ամսում հղիանում է։ Էդի երկրի վրա է անհնարին։ Ես բարեկամ ունեմ, որ ասել են քուրիկի սեռական օրգանների մասով բացակայում ամեն ինչ, բայց ինքը հղիացե երեխա է ունեցել։ Սի ինքը հղիացե երեխա է ունեցել։ Էսի մեր կյանքով է, որ այս հիվանդությանը բժշկություն չկա, ստեղ չկա, այնտեղ կա։
Այնտեղ կա Հիսուս ասում է, լսի, Պետրոս ասում է, դե թե դու ես, դու Հիսուսն ես, ինձի ասա, որ այդ խնդրեմը հաղթահարեմ։ Ես է քայլեմ ջրի վրով։ Ասում է, ինձ ինչ կա, մի հատ բառ պետք է եք։ Մնացածը արդեն քո վրա է թողում։ Հիսուսին գիտես ինչ հեշտ է։ Հիսուսը մենակ ասում, բան ես ուզում Աստծուց, ասում է, հարց չկա։ Եթե իհարկե իր կամքի մեջ ենք, էլի, մաքրությամբ, անարատությամբ, բան ես ուզում, ասում է, բան ես, հարց չկա, մնացածը քո վրա է թողում։ Պետրոսին ասեց, արի։ Ասեց Հիսուս, եթե դու ես, ասա հենց հիմա գալիս եմ։ Ասեց ես եմ, էս էլ իմ խոսքի ապացույցը, արի։ Շատ ժամանակ Աստծուց խոսք ենք ստանում, բայց կներեք բարիս համար դուխ չենք անում, քայլ անենք։ Որովհետև նավակի մեջ գիտես կոմֆորտ է, դե մի քիչ ճոճվում է, բայց զատո ավելի ապահով է, քան ծովի մեջ։ Կյանքում ծովի մեջ չեմ եղել, բայց Աստծո խոսքը կա, բալես, արի։ Արի, ես քեզ ուզում եմ հանեմ այդ ճոճորվող տեղից, դու ավելի լավ հանգիստ կարաս կանգնես ծովի ալիքների վրա։ Այդ քո որտեղ որ կայնես ծովի ալիքները ոտերի տակով են անցնելու։ Չէ, դե այ Հիսուս ջան, ախր արդեն հարմարվել եմ, էլի դե։ Չէ, ես ուզում եմ քո իրավիճակը փոխեմ։ Աստված պարզ ասում է, այն որ կողատ մի քիչ ծակմա, դե ինչ բժշկ եթամ դե։ Տենց եսի մի ինչ չէ, Տերը էլ ուզում հեռացնի։ Սրանք բոլորը համեմատություն են։ Այն ամենադժվարին իրավիճակը էլ Աստված ուզում հանի, որ մտածում ես, վсё, քո համար էլ ոչ փրկություն կա, ոչ ծրագիր կա, ոչ ճանապարհ կա, անգամ շատ հաճախ քրիստոնյաները գիտես ինչ են մտածում։ Աստված էլ չի կարող անի։ Ոչ թե Աստծո անզորության վրա են կասկածում, այլ կասկածում են, որ Աստված իրանց կյանքում չի կարող անի։ Պետրոս ասում է, եթե դու ես, ասա գամ, Հիսուս ասում է Պետրոս, մենակ այն որ ես ջրերի վրով քայլում եմ, դա քո համար արդեն ապացույց պետք է լիներ։ Բայց ասում է արի լավ, որ այդքան ուզում ես բարարբար իմանաս, արի։ Եվ նա ասեց եկ։ Եվ Պետրոսը նավիցը իջնելով ջրերի վրայով գնաց, Փառք Հիսուսին, երկրորդ մարդը, որ երկրի վրա քայլեց, ջրերի վրայով։ Մի հատ կարևոր բան եմ ուզում ուշադրություն դարձնել, ասում է եւ Պետրոսը նավիցը իջնելով չխորտակվեց, իջնելով ջրերի վրայով գնաց, որ գա Հիսուսի մոտ, ուրիշ տեղ չգնաց, սիրելիս։ Աստծուց խոսք վերցրեց, գնաց Աստծո հետևից։ Ոչ թե Աստծուց խոսք վերցրեց, ինչ ուզեց արեց։ Գնաց Աստծո հետևից, որ Աստծուն հանդիպի։ Ու շարունակություն տես ինչ ասում Հիսուսին։ Ասում է. «Եվ տեսնելով, որ քամին սաստիկ էր, վախեցավ»։ Մի փոքր կանգնում ենք։ Երկու բառ առաջ ասում է Պետրոսը իջավ, քայլելով գնաց Հիսուսի մոտ։ Երկու բառ հետո ասում է հենց տեսավ, սկսեց սկել։ Հիմա սիրելի քուրս ու աղբերս, երբ որ մենք Աստծուց խոսք ունենք, ինչի է պետք որ մեր հայացքները շեղենք Հիսուս Քրիստոսից։ Ինչի մենք պիտի Աստծո խոսքը ունենանք մեր կյանքում, հետո ասենք Տեր ջան, հələ մի րոպե մի հատ տնամ ինչա կատարում իրավիճակը։ Շուրջս ինչա կատարում։ Տես Հիսուս ինչ ասաց Պետրոս արի, Պետրոսը իջավ, քանի հայացքը ուշք ու միտքը մեր բարերով ասած դեպի Հիսուսներ, լսի փոթորիկ այդ ժամանակ էլ կար։ Ինքը նավակի մեջ էլ էր փոթորիկ, ինքը տենում էր, այնպես չի այդ պահին ուշք եկավ, տեսավ վիա փոթորիկ, հա։ Այդ պահին էլ ինքը փոթորիկի մեջ էր։ Այդ կյանքում էլ իր խնդիրները, ահա։ Հիսուս ասում է իջի արի, իջնում է, Հիսուս խոսք ես տվե, ես գալիս եմ քեզ, փոթորիկի վրայով գալու եմ քեզ։ Գալիս է, մեկ էլ կողքից չար ասում է, բայց ես վախենում։ Բայց ինչից վախենամ, մի րոպե, բալը կողքդ, հա, վայ, հələ կողքս, նայեցի, վсё։ Լսի, հայացքդ մի կտրի Հիսուսից, եթե խոսք ունես։ Եթե չէ, ընդհանրապես Հիսուսից հայացքդ մի կտրի։ Մեր միակ այն արմատ սերմը, որ ընկնում է արմատատալի, բուսնում է, ծաղկում է, մենակ Հիսուսին հայացքը պահած է։ Ուրիշ տարբերակ չկա։ Մենակ պիտի այդ Հիսուսի ու այն որ ելնում է, չէ, զույգերը կամ ընդհանրապես իրար աշկերի մեջ են նայում, շուրջ բոլորը ինչ ուզում ալնի չի հետաքրքրում։ Նայում են վերջ, իրանք սիրահարված են արդեն, իրանք էլ ոչ ման հետաքրքիր չի։ Ինչ ուզում ալնի։ Իրանք իրար աշկերի մեջ նայել, իրարով բան են անում, հագենում են, այսպես ասեմ։ Լսի, նայ Հիսուսին։ Սիրելի քուրս ու աղբերս, նայ Հիսուսին ու կապ չունի ինչի մեջով ես անցնում։ Կապ չունի շուրջ բոլորդ ինչա կատարվում։ Նայ Հիսուսին։ Հա փոթորիկ էլ ալնելու, հա դժվարություն էլ ալնելու, խնդիր էլ ալնելու, հիվանդություն էլ, նայ Հիսուսին։ Երբ որ նայում ես, այդքան չես նկատում։ Մի պատմության մասին գիտեմ, որ գրեթե բոլոր տեղյակ եք, բայց պատմեմ, հա, քարոզի այդ համահունչա։ Մի հոգի եկեղեցուց անդադ մեր եկեղեցուց չի։ Հովին գնում բողոքում, հով ջան, այս ինչը սենց է եկեղեցում, այս փառաբանությունը սենց է, այս մեկը սենց է, այն մեկը նենց է։ Այս հովի իմաստուն բան ասում, մի բաժակ ջուր վերցրա, ասում մեջը լրիվ բերան լցրա, ասում եկեղեցու սաղ կողքով ֆրա, արի ես քո հարցին կպատասխանեմ։
Այս եղբայրը վերցած ինձ դողდა, ասում է, բայց մի կաթիլ որ հանկարծ չթափի, մի կաթիլ չթափի։ Դողդղալով սա եկեցին ֆորում գալիս է հասնում հովի մոտ, ասում է հով ջան, ոչ մի կաթիլ չի թափե։ Ասում է, բա ինչ էր կատարվում եկեղեցում, ասում է, չեմ տեսել։ Իսկ երբ որ կենտրոնացած է, մնացած ոչ իման աշկումը չի երևում։ Հակ մի քիչ ցավում է, ոչինչ, կենտրոնացի, սա ցավը անցնելու է։ Մի քիչ նեղում է, ոչինչ, կենտրոնացի, սա անցնելու է։ Լսի ժամանակավոր է այս երկիրը։ Սիրելիս, նորից եմ ուզում ասեմ, այս երկիրը ժամանակավոր է։ Այսքան է մնացել։ Ընդ տանդ մասին մտածի։ Ամեն։ Գիտես, ասում է Պետրոս արի։ Այ Պետրոս ջան, քեզ ով ասեց Տիրոջ ներկայության մեջ, քեզ ով ասեց որ իրավիճակներիդ մի հատ ուշադրություն դարձնես։ Երբ որ արդեն հանձնել ես Աստծուն իրավիճակը, քեզ ով ասեց նորից հետ փորփրես։ Այն որ ասում է մեղվի բունը մատով քանդում ես, հետո ասում ես խի կծեց։ Քեզ ով ասեց։ Լավ էթում էր էլի 3 քայլեր մնացել հասնել Հիսուսին կամ 2։ Գիտես ինչ եմ տենց ասում, որովհետև եկա գնացել էր արդեն Հիսուսի մոտ։ Որովհետև տես երբ որ շարունակում ասում է Եվ Պետրոսը նավից իջնելով գնաց, ջրերի վրայով գնաց, որ գա Հիսուսի մոտ, եւ տեսնելով որ քամին սաստիկ էր, վախեցավ, եւ երբ որ սկսեց ընկղվել, աղաղակեց եւ ասեց. «Տեր, փրկիր ինձ»։ Արդեն հասել էր Հիսուսին, այսքան էր մնացել։ Այսքան էր մնացել։ Գիտես սատանան երբ է գալի մեր կյանքերում, սկսում բզբզալ մեր կյանքում։ Երբ որ այսքան է մնացել, որ Աստծո խոսքը քո կյանքում կատարվի։ Երբ որ հրաշքը ստանաս, այսքան է մնացել, այն վերջի մի քայլն է մնացել, որ պիտի հասնես Հիսուսին։ Պիտի գրկես Հիսուսին վերջ ստանալու ես, այդ ժամանակ ինքը ավելի ակտիվանում։ Այդ ժամանակ ավելի։ Պետրոսին ինչքան նկար տեսած կնեք, չէ՞, միշտ ջրի տակից հենց ուզում է հելնի։ Պատկերացնում եք, որ չնայր փոթորիկներին, միշտ Հիսուսի կողքով քայլող կլներ, այն որ իրար հետ ծովից հետ կեթան, երևի էլ չէին գա նորից նա, որ Հիսուսը հանգստացներ տղեկին։ Հայացքդ պա Հիսուսին էլի խոսք ունես բռնի Աստծո խոսքից։ Մեր Աստված հավատարիմ է։ Լսի, եթե քեզ կյանքում խաբել են, եթե դու հիասթափություն ես ապրել, եթե իր մոտ տենց բան գոյություն չունի։ Իր մոտ բացառվում է, ոչ թե չի անի, այլ բացառվում է, չկա այդ զգացողությունը, այդ զգայարանը ոնց ասեմ, չկա այնտեղ հիասթափելու բան։ Եթե իհարկե դու քո մատով չես բզբզում, հա։ Հիմա Պետրոսը արի քո կարծիք հարցնեմ, Պետրոսը կասեր Հիսուս դու ես մեղավոր, որ ես սկեցի։ Չէ, Հիսուս ասել էր արի, նա ինձի արի, հիմա ես եմ մեղավոր, որ Պետրոս ջան, որ դու աշկերտդ շեղեցիր ենկոմ։ Ես եմ մեղավոր, որ Աստուն թողած խնդիրների վրա ավելի ես կենտրոնանում։ Հենց խնդիրների վրա կենտրոնանում ես, վախը մեծանում։ Հենց վախը մեծանում, մոռացի, ինչքան էլ ուժեղ Աստծո խոսք ունենաս, չես կամ տակից դուրս գաս։ Հենց զգում ես վախը գալի, ասա Հիսուս արդեն հավատում է, որ հրաշքը մոտիկ է, այսա պետք է ստանամ, օգնի մի քիչ էլ դիմանամ, էլ ինչ կլինի։ Եվ շուտով Հիսուսը իր ձեռքը մեկնեց, նրան բռնեց եւ ասեց նրան. «Թեր հավատ, ինչու երկմտեցիր»։ Եվ երբ որ նավը մտան, քամին հանդարտվեց։ Այս բառը այնքան Հիսուսն էլ է երևի սիրում, անդադ ասում է թեր հավատ, թեր հավատ, թեր հավատ։ Այ թեր հավատ։ Քեզ չեմ ասում, սիրելիս, Պետրոսին եմ ասում։ Ասում է, եթե խոսք ունես, եթե գիտես Աստվածաշունչը կարդացել ես ու ասում է Աստված, որ անկախ ամեն ինչից ես քո հետ եմ։ Այսօր Ռուբա ախպերը լավ ասեց, ասում է Մարգարեությունում կարծեմ ասեց Երանի են մարդուն ու որ հույսը Աստված է։ Լսի, երբ որ իմ ու քո հույսը Աստված է, ոչ մեկի հետ գործ չունես, ոչ մեկին մի ապավանի, մենակ իրան, մնացածը քո գործը չի, որ հետո Աստված չասի սիրելի թեր հավատ, ինչու երկմտեցիր։ Արի խոսք ես բռնել, Աստվածանչը կարդում ես, ասում է Աստված հավատարիմ է, վերջ ինքը հավատարիմ է, ու կապ չունի դու ինչի մեջով ես անցնում։ Կապ չունի նավակդ մի քիչ ճոճվում է, կապ չունի ընտանիքդ մի քիչ խնդիրների մեջ է, Աստված հավատարիմ է, կարա այդ վիճակից քեզ հանի։ Կարա այդ վիճակից քեզ հանի։ Շատ խնդիրիդ վրա մի կենտրոնացի, այդ ժամանակ ավելի շատ կենտրոնացի Հիսուս Քրիստոսի վրա։ Գիտես Սերմնացանի առակը կարդացինք, երբ որ են առաջի 3 տիպի, այսպես ասեմ, հա սերմերը, երբ որ մի փոքր ավելի հասուն, ավելի գիտակից լինեին, գիտես, խնդիրների ժամանակ ոչ թե կվազեին Հիսուսից այն կողմ, այլ հակառակը խնդիրների պատճառով կգային ասեին Հիսուս ինչ կլինի, օգնի մեզ հանենք, ու իրանք էլ արմատ կունենային։ Մենք էլ շատ հաճախ գալիս ենք եկեղեցի խնդրով, գալիս ենք հենց ուզում ենք հենց այդտեղ ստանանք, բայց այսքանը է մնացել որ ստանանք։ Այսօր չենք ստանում, մի շաբաթ պիտի ստանանք, գնում ենք սկսում ենք մենք մեզանով անենք։ Հայա արմատը կպնում էր հողին, որ պտուղ բերեր։ Ես շուշուտ եմ ասում ու այստեղ էլ կասեմ, երբ որ Աստծուց խոսք ունես, մարգարեություն ունես, չգիտեմ, կարդացել ես, բացվել է, երբ որ ունես խոսք ու երբ որ քո մեջ կասկած է գալի, որ կարողա չլինի, արդեն հոգնել եմ սпасելուց կամ իմացի շատ շուտով կատարվում է։
Իմացի շատ շուտով կատարումը։ Սատանան է ծրագրել, որ խափանի քո միջոցով քո օրհնությունը Աստծուց։ Ուրիշ տարբերակ չկա։ Աստծուց քո խոսքը քեզանից կտրի։ Ունենք մեր Պողոս աղբորը։ Գիտես, երկու եղբայր, երկուսն էլ Աստծուց խոսք ունեին։ Երկուսն էլ Աստծուց խոսք ունեին։ Պետրոսը Հիսուսից էր ստացել, Պողոսն էլ Աստծո հրեշտակներ եկե կանգնել։ Ես ուզում եմ քո այս տեղը կարդամ ու մի փոքր իր պատմության մասին կխոսենք։ Գործք առաքելոց 27-րդ գլուխ 23-ից 25 խոսքերը։ Որովհետև այս գիշեր երևացավ ինձ այն Աստծո հրեշտակը, այստեղ իմ դուրը գալիս է, որ ես նրանն եմ եւ որին էլ պաշտում եմ։ Եվ ասեց. մի վախենար Պողոս, պետք է քեզ կայսեր առաջին կանգնես, եւ ահա Աստված շնորհել է քեզ այդ բոլոր քեզ հետ նավողները։ Սրա համար սրտապինդ կացեկով մարդիկ, որովհետև հավատում եմ Աստծուն, որ այնպես կլինի, ինչպես ինձ հետ խոսես։ Նույն Աստծո ծառայողը, նույն ծովի մեջ, երբ որ դրա պատմությունը առաջ նայում ես, Պետրոսին տանում են կայսեր առաջ կանգնեցին ու մինչև այդ ասում էր տղեկ պետք չի գնանք։ Վտանգ եմ զգում, էլի, պետք չի, եկեք մնանք, հետո կեթանք, չեն լսում Պողոսին, քանի որ բանտարկյալ էր։ Գնում են, կեսից ալեկոծվում է, ինչ ունեն, թափում են, էլի չի օգնում նավից։ Նավը ջարդվում է, մնում են ջրի մեջ, ասում է տղեկ, ինձ պետք է լսեիք, մի քանի խոսք վերև է ասում է, ինձի պետք է լսեիք, որ այդ կղզից դուրս չգանք, ասում է, բայց ինքան լավ բան ասում է, Աստված իմ հետ խոսեց, Աստծուց խոսք ունեմ մեր բառերով ասած։ Ու գիտես, ասում է, որին պաշտում եմ ու որինն եմ։ Ասում է ինքը ինձ խոսք է տվել, կապ չունի, որ հենց հիմա խնդրեմի, այն որ կիզակետում եմ, հա, այն որ արդեն մնացել է ծասկի, ասում է կապ չունի, ես այդ խոսքից եմ բռնվում, որ չի երևում։ Մենք սիրում ենք չէ երևացող բանից բռնվենք, որ ահա էսա։ Ասում է ես այդ չերևացողից եմ բռնվում, ու որ Աստված ասել է, ես 100% համոզված եմ, որ կանգնելու եմ։ Ու հաստատ այս խնդիրը, որ խնդրեմ է ծովը, որ եկել է, որ ինձ կուլ տա, չի տալու։ Քեզ էլ չի տալու, սիրելիս։ Քեզ էլ քո խնդրեմը կուլ չի տալու։ Եթե իհարկե ձեռքերը չթուլացնես ու սկես հատակը։ Քեզ էլ կուլ չի տալու։ Աստված ուզում է քեզ էլ հանի, Աստված քո համար խոսք ունի, սիրելիս։ Ուզում է որ օգնի քեզ, ուզում է քեզ բարձրացնի, ուզում է քեզ զորացնի։ Խնդրում եմ, ասա ամեն։ Լսի, հայ ժողովուրդը, Փառք Հիսուսին, հայ ժողովուրդը ավելի շատ ընդունում է, այն որ վատ բան պետք է լինի, միանգամից վայ Աստված ջան, քան օրհնությունը։ Ինձի ով ինչ օրհնման են սրտանց եմ ասում ամեն։ Լսի, քեզ օրհնողին, որ ասում են Աստված հավատարիմ է, երբ որ Աստծո խոսք ունես, եւ այլ Աստծո հետ կապված սրտանց ընդունի, էտի ավելի իրական է, ու էտա քեզ պահելու։ Գալիս ենք կներեք իհարկե, տխուր, հոգսաշատ, հոգսախեղտ գալիս ենք դե ինչ կլինի, ծառայությունը իբր լսում ենք, ստեից մտնում ընդից հելմա գնում ենք, հետո ասում ենք այն նեղության են ամենագագաթնակետում այ Աստված ջան դե օգնի։ Այն օրը քարոզը հենց քո համար էր ոնց ելքի ցանես, պրոստը հոգսերով այնքան ծանրաբեռնված էիր, իսկ չլսեցիր էլ։ Մենակ այնքան որ ամեն էիր ասում։ Իսկ կարացի եկեղեցում լինես Աստծո հետ։ Կարացի եկեղեցում լինես Աստծո հետ։ Կարացի այդ խոսքը, որ ամեն շաբաթ տեղից ասվում է, բռնես քո կյանքի համար։ Այս աշխարհում ժամանակավոր ամեն բան, հավիտենությունը մենակ որ կարողանաս պինդ բռնես ամեն, պինդ բռնես Աստծո խոսքը։ Որտեւ է դա ինձ ու քեզ կյանք տալու։ Գիտես, Սավող թագավորի մասին եմ ուզում խոսամ։ Շատ հրաշալի աղբեր էր։ Գնում է հորեշերը ման գալու։ Աստված վերջում թագավոր է դնում։ Որտեղից որտեղ, չէ՞։ Աստված վերջում թագավոր է դնում, անցնում է ժամանակ լավ թագավոր ալում եւ այլ ու գալիս է մի հատ իրավիճակ։ Հավաքված են ամբողջ ժողովուրդը, թագավորը կանգնած է ու Սամուելին սպասում։ Սամուելը ասել է. «Թագավոր ջան, մի շաբաթից գալիս եմ»։ Աստծո խոսք ունի, մի շաբաթից գալիս է, всё, զոհաբերությունը կատարում է, թագավորությունը հաստատ կնքվում է մինչև հավիտյան։ Երբ որ այդ խոսքը կարդաս, կտնաս, որ Մարգարեն Սավողին ասում է Աստված որոշել էր, որ քեզ հավիտյան թագավոր կարգեր։ Մի շաբաթ սպասում է, խոսքը որ բացում նայում ես, ասում է թագավորի սրտում սկսեց վախ ընկնել, մի շաբաթ սպասեց, Սամուելը չեկավ, մտածեց, հա կարողա չգա, բայց ինչ անեմ ու ժողովուրդը գրած ասում է, ժողովուրդը կամած իր մոտից հեռանում էին։ Հատ լավ բան, կապ չունի ով քեզ կթողի սիրելիս։
կապ չունի, քան մենակ կմնաս, կապ ունի, քանով պինդ բռնած ես Աստծո խոսքին։ Եթե Աստված ասելա չի ուշանալու, այդ մենք ենք վրազում, այդ մենք ենք ուզում հենց հիմա ու այս պահին։ Աստված չի ուշանում, Աստված ավելի լավ գիտի, երբ է մեզի պետք են օրհնությունը, այն խոսքի իրականացումը մեր կյանքում, որ մեր համար ավելի լավ լինի։ Ասա ամեն։ Աստված գիտի, երբ է քեզ պետք։ Մի խնդրում եմ քո Փառք Հիսուսին մի փորձի քո վրասկոտությամբ, քո անհամբերությամբ խառնես Աստծո ծրագրերը քո կյանքում։ Հետո էլ կներես, բայց վերջում ասենք Աստված ջան, խոսքը տվիր, չարիր, մի վրազի։ Սպասի գալիս է։ Գիտես, չսպասեց մեր թագավոր, տեսավ կողքից սաղ գնացին, Աստծո խոսք ունի ու կողքից։ Տես էլի գալիս ենք նրան, որ ֆիզիկական աշկերով տեսնելը ավելի ցանկալի է, ավելի հավես է, ավելի հաճելի է, քան հոգևորում դե սպասեմ, ինչի սպասեմ, ես ինչ իմանամ։ Թագավոր տենց արեց, մի քանի հոգի կողքից գնացին, սկսեց վախենալ։ Թագավոր, որ զոհաբերություն, խաղաղության զոհը պիտի մատուցեր, որ իրավունք չուներ։ Ասեց Սամուելը չի գալի, բերեք 7 օր անցել է արդեն։ Զոհաբերությունը կատարելուց հետո, ինչ եմ ասում, որ հասնում այն պահը, որ մտածում ես, արդեն չի լինելու այդ պահին է։ Զոհաբերությունը կատարում, պրսնում, հելնում է, Սամուելը գալիս է։ Սամուելը գալիս է, չի գալի ասում արի ճակատդ պաչեմ, ես ինչ լավ բան արեցիր։ Ասում է քեզով ասեց վրազես։ Ինչա չէիր կարում 7 օր սպասել էիր, չէիր կարամ մի քանի րոպե սպասեիր։ Սիրես 10 տարի ես սպասեի, ինչ կլինի մի օր էլ սպասես։ Ինչ կլինի մի ամիս էլ սպասես, լուր սպասես Աստծուն։ Խոսքը տվել է 20 տարի անցել, լուր սպասի, ինչ ես ուզում։ Հենց լուր սպասելու մասին ենք խոսում, մի անգամից Աբրահամին ենք, չէ՞ հիշում։ Ռեկորդ ա խփել։ Լուր սպասի։ Ամեն։ Գիտես, չի ծրագրել, որ պիտի խոսե, պրոստը այստեղ նստած մնաց սրտումս դրվավ։ Մենք 3 տարի հետո ենք երեխա ունեցել։ Ես խոսք ունեցել եմ, որ մենք երեխա ունենալու ենք։ Խոսք ունեցել ենք, բայց ոչ մի անգամ չեմ վրազել։ Ոչ մի անգամ առաջ չեմ ընկել ինքնագլուխ բան անելու, որտեվ ես գիտեմ ով է խոսք տվել։ Գիտեմ ով է խոսք տվել։ Ես ժամանակ չգիտեմ, բայց գիտեմ ունենալու եմ վերջ։ Վերջ։ Ուշացնել չտվեց, երբ որ լուր սպասում ես գոհությունով, ավելի շուտ է կատարում։ Երբ որ սկսում ես մարդկային մի քիչ բզբզալ, կամաց քեզանից հետա ձգվում։ Ինքդ քո հրաշքը մի հետա ձգի, խնդրում եմ։ Աստված ուզում է այսօր հենց հիմա քեզ ժողովրդի, ոչ թե 5 տարի հետո տառապես զորով գաս, որ մի քիչ էլ քեզ սովորացնի, եթե բան եմ ասել, խոսք ունես, սուս խոսքից պինդ բռնի, մնաց հետ գործ չունես։ Լսի պինդ բռնի 2.5 տարի հետո մենք մեր հրաշքին ունեցանք Աստծուց։ Աստված հավատարիմ է, սիրելիս, խոսք ունես բռնի։ Հենց հասնում է այն պահը, որ պիտի հասկանում ես, որ չեմ կարող, խրի ես էլ տենում ես էլ իրավիճակը ստե է հասե, մեր հով գորը Հայաստանում պատվեց, ասեց ստե է արդեն հասե։ Եթե նայել ես քարոզը։ Լսի, հենց այդ պահին, հենց կներես բարիս համար պորտկում թույլ տվեցիր, որ Աստծո կամքով չի։ Մարգարեն գալու է ասել, բայց չեմ եկել կատարեմ, եկել եմ ասեմ, որ Աստված ասեց քո թագավորությունը հավիտյան պտինի, բայց խոսքը կբացես կարդաս, ասում է Աստված մանա գալի իր սրտով թագավորի ու ճարեց։ Դավիթին ճարեց։ Դրա համար արի ոչ միտեղ չվրազենք, եթե խոսք ունենք։ Լսի, Աստծո խոսքը տես Մարգարեությունը ինչ ասում։ Ամբակում 2-րդ գլուխ 3-րդ խոսքը։ Եթե ճիշտ ասեցի։ Ամբակում 2-րդ գլուխ 3-րդ խոսք, որովհետև տեսիլքը Մարգարեությունը Աստծո խոսքը, ասում է տակավին որոշված ժամանակի համար է։ Տես ինչ կարևոր բան է ասում։ Ինձանից ու քեզանից շատ է, ասում է եւ շտապում է իր վախճանին եւ չի ստի, եթե ուշանա էլ սпасիր նրան, սիրելի քուրս ու աղբերս, որովհետեւ անպատճառ պիտի գա եւ ետ չի մնա։ Տես մեր սրտով ինչ լավ բան ասած, ասում է գալու է, չի ստելու, չի ուշանալու, ասում է բայց որ մի փոքր քեզ պետք կլինի սпасել, ինչ կլինի սпасի էլի։ Ինչ կլինի սпасի էլի։ Աստծո խոսքը չի ասել հենց հիմա Աստված քեզ ասում է երեխա ես ունենալու։ Արդեն 5 տարի անցել է, Տեր ջան, երեխան ինչ եղավ։ Լսի, Աբրահամը 80-90 տարեկանում ունեցավ։ Էսա խնդիրները լուծվելու է։ Տեր ջան, ամեն վարքյան ինչ արնելու։ Սպասի հələ սպասի։ Այս փորձաշրջանն է, որ լուր, պարզ ասում է, լուր, մի մտածի ինքը ուշացել է։ Մի մտածի ինքը չի գալու։ Աստծո խոսքը եթե քո կյանքում եղել է, եթե որ մենք մեր արարքներով չենք բզբզում, Աստծո խոսքը իրականանալի է իմ ու քո կյանքում 100%։ Ու լավ ձևով է իրականալու։ Հենց վրազեցիր, սավողի օրն ես ընկնելու։ Մեկ էլ Աստծո թազա խոսք է գալու։ Այ, մի քիչ սպասեցիր։
Ուրիշ բան չկա։ Տես 7 օր սպասեց։ 7 օրից հետո մի քանի րոպեն ինչա որ չսպասեցի։ Սիրելիս, կյանքումդ չգիտեմ ինչի մեջով կանցնես, ամեն մեկս էլ ինչի մեջով ասես անցնում ենք երկրում։ Գիտես ինչն է գլխավորը։ Պետրոսի պես կարանանք իջնենք, կանգնենք խնդիրների վրա։ Ամեն կարողանանք Հիսուսի ձեռքից պինդ բռնած կանգնենք խնդիրների վրա, ոչ թե սուզվենք խնդիրների մեջ։ Հետո էլ այդտեղ այդ սուզված տեղում գորանք Հիսուս, ինչ կլինի, էլի խնդրում եմ օգնել, տարբերակ չկա։ Այդ տարբերակ սկզբից կար ասել էր արի բալես։ Հենց առաջուց տարբերակ կար Աստված ասել էր բալես արի։ Պրոստը այդ ճանապարհին ընթացք ես անցնում, ինչքանով կարաս ուշադիր նայես Հիսուս Քրիստոսին։ Ինչքանով կարաս այն խոսքը, որ ամեն շաբաթ լսում ես, քո կյանքում ծլի ծաղկի պտուղ բերի։ Ինչքանով որ կարանաս, այդքանով էլ օրհնություն կլինի քո կյանքում։ Ինչքանով որ պինդ բռնես Աստծո խոսքը, այդքանով էլ Աստված քեզ պինդ կբռնի քո իրավիճակների մեջ։ Որովհետև արդեն всё Հիսուս ես քայլում եմ, դու ինձի ասել ես, ես քո խոսքը պինդ բռնել եմ, ինձի ոչ մի չի խանգարում, տես քայլում եմ, всё։ Գնար հաստատ Հիսուսին հետ գալը խնդիր չէր լինելու։ Չէր էլ մտածելու ոնց Հիսուսի հետ գա։ Հիսուսի հետ գանավ։ Չգիտեմ խոսք ունես թե չէ Աստծուց, եթե չունես, ամեն ինչ արա ունենաս։ Այնց չի Աստված հատուկ 2-3 հոգու համար կամ առաջի երկրորդ շարքի համար խոսք ունի։ Յուրաքանչյուրիդ համար խոսք ունի Աստված։ Յուրաքանչյուրիդ իրավիճակի համար Աստված խոսք ունի։ Այնց արա Աստծուց կարողանաս ստանաս խոսքը։ Աստվածանչի հետ շփվելով։ Այնց արա քարոզիչից ստանաս խոսքը, երբ որ գալիս ես հոգսերը թող դուրսը։ Երբ որ գալիս ես այդտեղ, ես որ աղոթում եմ, ասում Հիսուս ջան, թող քո Սուրբ Հոգին ներկա գտնվի այստեղ։ Սուրբ Հոգին գալիս է դուրը սրտի դուրը տուկ-տուկ տատալի, որ բացի տնա կարա ներս մտի թե չէ։ Իսկի չի բացվում, որ մնաս ներս մտնելու մասին խոսանք։ Իսկի շատ ժամանակ այնքան այդ խեղտած այս խնդիրները, այս անորոշությունը, որ վաղվա մասին ոչ մի բան չգիտենք, վախով ու տագնապով այնքան բռնված, իսկի չի բացվում դուրը։ Իսկի կարելի ասել, իսկի ռուչկա չկա, որ կարողանանք բացենք։ Էլ ուր մնաս Տերը գա մեր կյանքում խաղաղություն բերի, մենք Աստծուց խոսք բռնենք։ Եթե խոսք չունես, ամեն ինչ արա որ Աստծուց խոսք ունենաս, Աստվածանչը տունդ կա։ Լավ, եթե գրքով Աստվածաշունչ չունես, գոնե հեռախոս ունես, հաստատ մեջը կա։ Եթե Աստծուց խոսք ունես, արդեն հիասթափման եզրինս խնդրում եմ Պետ Պողոսին հիշի։ Խնդրի մեզ ծովի են ամենափոթորիկ ծովի մեջ, այնքան փոթորիկ էր, որ նավն էլ սկեց։ Ասմա դրա մեջ ասում ես հավատում եմ այն Աստծուն, ով որ ինձ ասելա կանգնելու ես կայսեր առաջ, վերջ։ Մերն եմ էլ հարությունա տալու կայնասնի կայսեր առաջ։ Մերն եմ էլ հարությունա տալու, ինձ չի հետաքրում։ Աստված ասել է, ես իրան հավատում եմ, ինքն այն Աստվածա, որ չի խաբում, ինքն այն Աստվածա, որ չի հիասթափեցնում։ Մեր բարերով ասած կներեք, չի քաշում են ամենակարևոր պահին։ Հակառակը, Աստված հենց այդ ժամանակա գալի կողդ կայնում ասում, բալես ինչ խնդիր ունես, լարի ասա։ Հենց այդ ժամանակ ասում, բալես, եթե այստեղ էլ կարացիր, ինձ ասես բռնած եմ քեզանից, եկել եմ քեզ հանեմ։ Բայց որովհետև մի հատ էլ սկսում ենք մեղադրել, բա ուր ես ասես 10 տարի հետո եմ եկեղեցի ոչ մի բան կյանքումս չի փոխվում։ Պինդ բռնի Աստծուց։ Պինդ բռնի Աստծուց, քո կողակցի համար խոսքը բռնի, քո ընտանիքի ապագայի, քո ընտանիքի անդամների ապաշխարության խոսքը բռնի, քո բժշկության խոսքը բռնի, քո երեխա ունենալու խոսքը, ինչ խոսք ունես բռնի Աստծուց, եթե չունես ամեն ինչ արա որ բռնես։ Ամեն ինչ արա որ Աստծուց խոսք ունենաս։ Աստված յուրաքանչյուրիս համար խոսք ունի։ Երբ որ Աստվածանչը կբացես կկարդաս տանը սիրելի քուրս ու աղբերս, մի կարդա հարևանիդ համար գրած ասում այ ես ինչներ մեղք մի գործեք ու մտածի հա էսի քո մասին ասում մի հատ շտկի կյանքդ հետո բռնի ասա Տեր ջան էսի չեմ անում ուրեմն ինձ խոսք տուր որ ես քո խոսքով ապրեմ աշխարհով ինչ ենք ապրում իսկի չգիտենք կես ժամ հետո մեր կյանքերում ինչ անելու կես ժամ հետո չգիտենք ինչ անելու ում հետ խոսում ենք այս վիճակն է էլ արդեն ոչ մի երկիրի մեջ չկա ամբողջ աշխարհն է ասենց մի հատ բան կա հիշում եք տարիներ առաջ ով վստեղից ինչ քարոզ էր անում երկրից այսքան վերև Երկրից այսքան վերև, սիրելիս, այսօր առավել եւս գալիս է այն ժամանակը, որ ուրիշ տարբերակ չունենք, երկու տարբերակ է, կամ ջրի վրա ես, կամ ջրի տակ։ Այսինքն կամ խնդիրների տակ ես, կամ խնդիրների վրա դու ես որոշում։ Խնդիրների տակ նշանակում է Աստծուց խոսք ունենաս, չունենաս, եկեղեցի 20 տարի է գաս, չգաս, ոչ մի արժեք ու ոչ մի օգուտ չունի քո կյանքում։ Որովհետև հայացքդ վաղուց կտրել ես։ Ջրի վրա նշանակում է Հիսուսին պինդ բռնած քայլում ես հետը, անկախ ամեն ինչից։ Լսի Պետրոսը փոթորկված ծովի մեջով իջավ առանց վախենալու, հիմնվելով Աստծո մի հատ խոսքին երկու տարանոց եկ ու սկսեց քայլել։ Հերիքան մի պահ միտքը տվեց, բա մի հատ չնայեմ կողքերս։
եկեղեցի ինչի համար ես գալիս սիրելիս։ Ինչի համար ենք գալի եկեղեցի։ Մենակ գտնենք Հիսուսին։ Մենակ գտնենք Հիսուսին, ամեն։ Մենակ կարանանք Հիսուսի հետ հանդիպում ունենանք։ Մենակ կարանանք փոխենք Հիսուսից այն խոսքը, որ մեր կյանքը վաղը ապագայա տալու։ Ոչ թե վախ ու հիասթափություն, ոչ թե անորոշություն։ Աստծո խոսքը պինդ բռնի։ Մի բան եմ ուզում ասեմ։ Եթե խոսքը եղել կյանքում հետ վրազելով, չհավատալով, կասկածով, վախի պատճառով հեռացրել ես քեզանից, լավ հնարավորություն ունենք այսօր։ Տեր կներես, որ էգոիստ եմ եղել, կներես, որ վրազել եմ։ Այն խոսքը, որ եղել է, ես հետ եմ վերցնում։ Հետ է ուզում եմ պինդ բռնեմ, 2 տարի հետո պետք է կլինի, 3 պիտի լիներ, չեմ լսել, չեմ սпасել, 2 տարի հետա ձգվել է, այսօրվանից ահանես ինձ դաս եղավ, վերցնում եմ սուս գնամ։ Մենակ օգնի հետդ էթամ էլի։ Մենակ օգնի, որ էլի 2 տարի չհետաձգեմ։ Ամեն։ Ես այսօր հաղորդություն ենք անելու։ Այնքան եմ սիրում հաղորդության օրերը։ Երբ որ հաղորդության առաջ կգաս միշտ ապի, խնդրում եմ միշտ ապի հաղորդությունը ընդունելուց։ Մի հատ տեղումդ այնքան կամած, որ դու քո ականջը լսես, ասա Տեր կներես, կամ խոստուր, կամ։ Ես այսօր գալիս եմ հաղորդություն տնում, ուզում եմ այստեղից նոր մարդ դուրս գամ։ Խոսքով դուրս գամ, խոսքը թարմացրած դուրս գամ։ Ամեն, ոչ թե վախով, տագնապով, անորոշությունով, այլ Տիրոջով զորացած, Տիրոջով լցված տեղից դուրս գամ։ Հավատա այստեղից որ տնից դուրս գաս, եկեղեցուց դուրս գաս, գնաս տուն, ճանապարհին Աստված քեզ խոսք է տա, իրիկունը կարդաս խոսք կտա, երազում կտա, որովհետև ինքը քո հետ ծրագիր ունի այս երկրի վրա։ Անես չի շաբաթ օրերը գալու ես 2 ժամ նստես, գնաս այդ քո միսիան, չէ, դու ու ես գործ ունենք այս երկրի վրա։ Ինչ որ մեկը մի քաղաք հետում, մեկը այստեղ գործ ունես Աստծո համար։ Աստված ուզում է քո ընտանիքի, քո շրջապատի, քո աշխատանքի մեջ քեզանով փոխի։ Ասում է 4-րդ սերմերը նրանք էին, որ ընկան հողի մեջ, ես ու դու պտուղ տվեցին, այսինքն իրանց շրջապատին օգտակար եղան։ Պիտի ցույց տանք Հիսուսին, թե չէ։ Պիտի ցույց տանք, որ մենք նախ Հիսուսից պինդ բռնված ենք, երկրորդ այդ Հիսուսը երբեք չի թողում, երբեք չի ամաչեցնում, երբեք չի քաշում, կներես, որ դրանով ոչ թե ինչ որ մեկին ասենք տես, այլ ասենք ես Հիսուս ունեմ, այս իրավիճակում էլ լավ հելա։ Հա, այս իրավիճակն էլ եկավ դուրս տուկ տվեց, խնդրեցի Հիսուսը բացեց։ Ամեն իրավիճակում ինչ եղավ, կամ Հիսուսը բացեց, կամ Հիսուսի հետևից ես կանգնած էի, բայց վրեն էի կանգնած, խնդիրների վրա էի կանգնած սիրելիս։ Եթե ստեղա, որտեղ ուզում ալնի, արի սովորենք իրար հետ բարձրանալ վերև, ես էլ քո հետ։ Արի իրար հետ սովորենք բարձրանալ վերև։ Մեր Հիսուսին երբեք չտեսանք ջրի, մի քիչ ծնկների մոտով էր գալի, տենց չկարացավ ջրի վրա։ Ինադու օրինակ ցույց տվեց, մարդկային անհնարը իմ համար սովորական բան է։ Մարդկային անհնարը իմ համար սովորական բան է։ Կապ չունի։ Ինչ անուն ուզում ես դիր։ Ինչ անուն ուզում ես դիր, որ անհնար է։ Մարդիկ են ասում, ծառայողներն են ասում անհնար է։ Հիսուսը ընդից ասում է, բալես իրանց մի լսի, նա ինձի, բալես նա ինձի, խոսքդ պինդ պայի, հեսա տալիս եմ։ Հեսա տալիս եմ։ Կարաս նայես ինձի։ Այն ինչ կլինի, որ գոնե մի շաբաթ այդաս փորձես, հա։ Ինչ կլինի մի շաբաթ, եթե խոսք ունես, այդաս ասես Հիսուս, մի շաբաթ խնդիրներս, ահան, բայց մի վարքյան չեմ բան ասելու, ասել եմ Հիսուս, ես ուզում եմ, որ դու միջամտես։ Պատրաստ սպասում է, ասում է խոսքը շտապում է իր վախճանին, շտապում է, վրազում է, ուզում է արագ գա հասնի քեզ։ Գալի ասում է մեզի մեկ այդանիմա մենք պատրաստ չենք, նստած փնփնթում ենք, նստած բողոքում ենք, նստած բաուր էր Աստված ջան, էլ գալիս է չի տենում ջրի վրա, գալիս է ջրի տակ էլ ու որտեղից տենա։ Հիմա որտեղ որ ես, ես էլ քո հետ։ Արի մի հատ Հիսուսին ասենք Տեր, եթե դու ես ոնց որ Պետրոսն ասում, տենում է, որ Հիսուսն է, ասում է Տեր, եթե դու ես, ասա գամ։ Արի այսօր հաղորդությունից հետո կամ առաջ ասա Տեր, եթե դու ես իմ Տերը, ասա, թող ասի քո կյանքում ինչ պետք է։ Քո ուզածով չէ, լսի քո ուզածով ասում մի կներես բարես համար մանիպուլյացիայի մի ենթարկի, տենց բան չի աշխատում։ Էդիկ մենք մարդկությունն է իրար մեջ կարում անի, խղճի վրա ազդել, այնտեղ տենց բան չկա, ասա Տեր, եկ, ասա ինչ ես ուզում։ Տեր, ասա եկ, ես գամ։ Մնացածը թող իրա վրա։ Պրոստո ամենագլխավոր փաստը, հա։ Երբ որ Հիսուսը քեզ կասի եկ, չվախենաս թողելու այն ինչ որ կա։ Չվախենաս թողելու դեպի առաջ Հիսուսին քայլելու, ինչքան էլ քեզ հարմար լինի։ Լսի, նավակը վաղ թե ուշ, եթե Հիսուսը մոտիկ չգար, կամ
ալեկոծվելու էր Պողոսի պես սկեր ջրի տակը, կամ էլ մի կերպ քրքաշ ներողություն բարիս համար հասնեին ապենել հարցը վախով ու ամեն ինչով լցված։ Հիսուսը հենց մտավ նավի մեջ, խաղաղություն եկավ։ Հենց մտավ նավի մեջ։ Կարացի տեղից իջնես այդ փոթորկիտ մեջից, այդ ճոճվող իրավիճակիտ մեջից, իջի գնա Հիսուսի ձեռը բռնի, եկեք մտեք էլի այդ ճոճվող տունը, տան մասին եմ խոսում։ Թող Տիրոջ խաղաղությունը գա։ Ամեն։ Թող Տիրոջ խաղաղությունը գա սիրելիս։ Փառք Հիսուսին։ Փառք մեր Աստծուն։ Խնդրելու եմ, որ ոտքի կանգնես։ Ղովտի կնոջը համոզված եմ հիշում ես։ Աստծո հրեշտակները եկան, հատուկ ասին լսի, Ղովտ։ Աստված այս պիղծ քաղաքը ուզում է վերացնի, բայց քո համար, քո ընտանիքի համար մի հատ խոսք կա։ Փախնում եք առանց հետ նայելու։ Փախնում եք առանց հետ նայելու։ Գիտես Պողոսը, ներողություն, Պետրոսը։ Իջավ մի հատ չնայես, նա տղեկը նավի մեջ ինչ են անում, շատ հեռու չեն գնացել։ Ասեց, երբ որ Աստված խոսք ասում, կապ չունի քո սրտով, քո սրտով չի, ուզում ես նայես, չես ուղիղ, վերջ։ Ասեց, փախեք, հանկարծ հետ չնայեք։ Ղովտն ու աղջիկեկը փախան առանց հետ նայելու։ Քուրիկը, բայց ախր ինձի հետաքրքիր է, մի հատ։ Աստծոց խոսք ունես, ինչ կարևոր է, ինչն է հետաքրքիր։ Աստված քեզ բանա ասե, ինչ կարևոր է, ինչն է հետաքրքիր այդ պահին։ Այդ հետաքրքրությունը սատանան է բերում, որ քեզ ներողություն արտահայտությանս համար աղի արձան սարքի։ Ինչ անես տեղից չշարժվի։ Այն միլիարդները թափել ես հիվանդանոցում չես բժշկվի։ Մի հատ արի այստեղ ծնկաչոք Հիսուսին ասա, Տեր ջան, խնդրում եմ էլի օգնի։ Մի անգամ Արտուր Հովի քարոզն էի նայում, ասում եմ Միկին եկավ, ասում ընենց սրտանց էր պատմում իր խնդրի մասին։ Ընենց մի երկու ժամ ասում խոսած, ասում ասի քուրիկ, որ այդ տենց Հիսուսին պատմես, հենց հիմա այդ հրաշքդ կստանաս։ Մենք շատ հաճախ մարդկանցից ենք օգնություն սպասում։ Հələ այն ոնց որ բժշկին, այն ոնց որ հարևանիդ, այն ոնց որ այն պաշտոնյա, փողատեր ինչ որ մեկին պետք է խնդրես, որ քեզի օգնի, հələ մի հատ այդ նույն սրտով հələ գնաս սենյակդ ասա Հիսուս, ասա։ Հələ տենամ Հիսուսը չի ասելու։ Ընկել ենք մարդկանց հետևից Հիսուսը կողքներս կանգնած ուր ենք եթում։ Այդ որ մարդն է մեզի վաղը կարելու օգնի։ Այդ նույն մարդուն վաղն է օգնություն պետք։ Միակն է որ հավատարիմ է, միակն է որ չի թողում։ Սավողը մտածեց մենակ է մնալու։ Մտածեց, այ Սամուել ջան, դու էիր որ պահում էիր այս ժողովրդին կողս Աստծո անունով, դու չկաս, գնացին գոնե ես ձև տամ, յանի Աստծո հետ մոտիկ եմ, զոհը կատարեմ։ Կորավ։ Ինչ օգուտ որ այդքան ժողովուրդ շահեց, բայց Աստծո երեսից ընկավ։ Ինչ օգուտ, եթե այս աշխարհում ենք ամեն ինչ ունենանք, բայց Աստծո երեսից ընկածել ենք սիրելիս։ Համաձայն ես, արի Աստծուն բռնենք, չի նշանակում, որ Աստծո հետ ապրենք, ոչ իման չենք ունենալ։ Լսի, ոնց որ սկզբից ասի հիմա էլ, այս աշխարհի ամեն հարստություն, օրհնություն, ամեն ճոխություն իմ ու քո համար է։ Պրոստը հիմա մի հատ իրավիճակը փոխվել է, մի հատ պայման կա, պետք է Հիսուսին պինդ բռնես, որ այդ ամեն ինչ ունենաս, վերջ։ Եթե չունեցար, չես վայելելու, Հիսուսի հետ վայելում ես։ Առանց Հիսուս ունենալու ես ու գնա կորի դու էլ հետը ներողություն խոսքիս համար։ Իսկ Հիսուսի հետ համ հիմա ես վայելելու, համ հազարամյա ես վայելելու, համ էլ հավիտենությունում ես վայելելու։ Հələ նա 3-ը մեկի դեմ ուզում ենք փոխենք ու շատ հաճախ փոխում ենք, Գիտես ինչի, որովհետև հենց հիմա է հաճելի։ Հենց հիմա է, դե ինչ անենք, որ խոսքը կա։ Խոսքը ինչ իմանամ, կարող 10 տարի հետո իրականանա, ես հիմա եմ ուզում։ 10 տարի սպասի։ 10 տարի սպասի, ինձ հրաշք կանի։ Մեր Հովգորի խոսքով վերջացնեմ, հա, քարոզ ասում է ավելավա ուշ լինի, բայց Հովանես Մկրտիչ լինի։ Երբեք մի մտածի Աստծո խոսքը քո կյանքում ուշանում է։ Երբեք մի մտածի Աստված քո մասին մոռացել է, Աստված քո համար ժամանակ չունի։ Հենց էդի գալիս է մտքիդ իմացի Աստված կողդ կանգնած է։ Հենց այդ միտքը գալիս է իմացի Աստված հետը։ Ամեն։ Փառք մեր Հիսուսին, փառք Աստծուն քո համար սիրելիս։ Խնդրել եմ, որ պինդ բռնես այն խոսքը, որ ունես Աստծուց։ Եթե չունես այսօր գնա ունեցի, Տերը պատրաստել է խոսքը հենց քո համար, կողքինից չէ, հենց քո համար, թող այդ վախն ու կասկածը քեզ չխանգարի Աստծուց օրհնություն վերցնելու։ Փառք Հիսուսին, ես մի հարց եմ ուզում տամ։ Ես միշտ վիդեոներով եմ նայում,
Այսօր հերթ ինձ հասավ։ Կա մարդ, որ առաջի անգամ այսպեսի եկեղեցում, եթե կյանքը չես տվել Աստծուն, եթե այսպեսի եկեղեցում չես եղել, խնդրել եմ որ ձեր բարձրացնես, եթե կա տենց մարդ։ Փառք Հիսուսին։ Փառք Հիսուսին։ Ես խնդրել եմ որ առաջ գաք, մենք մի հատ կարճ աղոթք պիտի անենք Աստծու հետ։ Ես էլ կիջնեմ ներքև։ Եկեք այստեղ դեմ թվից։ Տերը օգնի ձեզ շատ, բարև ձեզ, Աստված օգնի ձեզ շատ, Տերը օգնի ձեզ շատ, Աստված օգնի։ Դեմքով դեպի ինձ կկանգնեք, որ խնդրեմ, դեմքով դեպի ինձ։ Այդ ինձ, փառք Հիսուսի։ Բարի գալուստ, այստեղ ինչքան մարդ տենում եք, մեկը մի ամիս առաջ, մեկը 10 տարի, ես 10 տարի առաջ եմ ձերպես եկել այստեղ կանգնել, բոլորս եղել է ժամանակ, որ եկել ենք ձերպես կանգնել ենք յուրահատուկ օրա։ Ասենք Տեր կներես ինչ արել չենք արել, ներողություն ենք խնդրում։ Գիտես, ապաշխարության կոչ է կոչվում սա։ Գիտես ինչ ենք անելու։ Մեր հով գոռ ասում է բարիշման աղոթք։ Բարիշելի ենք, եթե ենք ասենք Հիսուս ջան, ստեղ աշկերտներս փակել ենք, ասենք Հիսուս ջան, կներես, էլի մինչև այսքան կյանքս ինչ արել եմ, գիտակցաբար, չգիտակցաբար, իմ ճիշտ հասկացողությամբ եւ այլը, խնդրում եմ ներողություն։ Ներողություն ենք խնդրելու, որ այսօրվանից բարիշ ենք։ Գիտես, ծովի մեջ հերիքա փոթորկվենք։ Հիսուս ասում է բալես արի։ Ու այսօր դուք են քայլն եք արել, որ Հիսուսը ձեզ կանչելա, դուք էլ քայլ եք արել դեպի Հիսուսը։ Մնաց գիտեք ինչն է գլխավորը, որ այստեղից հետո լսեցիք չէ քարոզը սերմնացանը կանոնակ անպայման հողի մեջ պտուղ բերեք, այսինքն մնաք եկեղեցում, չհելնեք այստեղից գնաք, հա, մնաք եկեղեցում անպայման։ Ձեր հետ հետո չվրազեք գնալու, մենք ձեր հետ եկак շփվենք, լավ ժամանակ կանցկացենք, բայց մինչև այդ ուզում ենք մի հատ աղոթք անենք։ Ես ասել եմ դուք կրկնեք։ Այս անգամ ես ձեզի օգնում եմ, բայց դրանից հետո գնա տուն, դու քո papan Փակվի սենյակումդ ինչ սրտումդ կա, ոչ մեկին պետք չասես, առաջին իրան ասա։ Լավ, ինքը լսում է ու պատասխանող Աստվածը։ Եթե համաձայն ես, խնդրելու եմ որ փակես աչքերդ, Դալիճ ջան, եկեղեցի ջան, խնդրում եմ որ փակես աչքերդ։ Ես ինչ ասեմ կրկնի, շատ կարճ աղոթք է, որ քեզ ոչ մեկ չխանգարի, ասա սիրելի Հայր, ես գալիս եմ քո առաջ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես հավատում եմ, որ դու եկար այս աշխարհ մահացար եւ երրորդ օրը հարություն առար ինձ մեղքերից ազատելու համար։ Ես ներողություն եմ խնդրում իմ գործած բոլոր մեղքերի համար եւ հրաժարվում եմ դրանցից։ Այսօրվանից ես քոնն եմ եւ դու իմը արի ու թագավորի իմ կյանքում։ Հանուն Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն։ Ամեն, 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 փառք Հիսուսին, Աստված ձեզ շատ օրհնի, գիտես, երկնքում կյանքի գիրք կա, շատ մեծ, որ բոլորի անունները տեղ կանի, ովքեր ինքնակամ, ոնց որ դուք ուզում են որ գրեն։ Այսօր ձեր կյանքում էլ ձեր անուններն էլ գրվեց այնտեղ, գիտես ինչն է կարևոր, այս բառով ասեմ, հա, տնկվեցիք ճիշտ հողի մեջ, կարևորը արմատ տալն է հիմա։ Կարևորը որ կարողանաք Աստծո կամ ճանապարհի մեջ արմատ տակ, մնաք Տիրոջ ընթացքի մեջ, որովհետև մենք վաղը չգիտենք, վաղը Աստծո հետ ամենակ ուրախ։ Ամեն, ես եթե թույլ կտաք ձեր համար աղոթեմ, բայց հեռու չգնաք, մի քիչ հետ կգնաք ու վերջ, հա։ Սիրելի Հայր, մենք օրհնում ենք քո Սուրբ անունի մաղբորես կյանքում, թող քո խաղաղությունը, օրհնությունը, պաշտպանությունը գա իր կյանքի վրա Հիսուս Քրիստոսի անունով։ Ես հանձնում եմ նրան քո Սուրբ ձեռքերի մեջ, Տեր, ու խնդրում եմ իմ Աստված, որ քո խաղաղությամբ առաջնորդես իմ քվորս Տերի մարգավորեն խոսքը, որ որոշեց Տեր իմ Աստված, հավատարիմ մնա Հիսուս Քրիստոսի անունով, ու թող քանդված լինի սատանայի ամեն ծրագրերը նրանց կյանքերից Հիսուս Քրիստոսի անունով, թող քո ազատագրման զորությունը, պաշտպանությունը, խաղաղությունն ու օրհնությունը առաջնորդեն նրանց, որտեղ իրանք իրենց կյանքերը տվեցին քեզ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով, ամեն, ամեն, փառք Հիսուսին, հիմա ենք տալիս, չեք գնում խնդրում եմ, մենք հաղորդություն ենք ընդունելու, հետո մեր թանկագին ծառայողները կանգնած են, իրանց հետ կբարձրանանք վերև, մենք ձեր հետ կզրուցենք, աղոթք կարիք կլինի, կաղոթենք, հարցեր կունենանք, կպատասխանենք, ինչ որով կարողանանք, հա, ոչ միտեղ չենք գնում։ Փառք Հիսուսին, սիրելի եկեղեցի, պատրաստի սիրտդ։ Մենք ընդունելու ենք հաղորդություն, Սուրբ հաղորդություն։ Առաջի Կորինթացիս 11-րդ գլխում էսպես է ասված, 23-րդ խոսքը։ Որովհետև ես Տերից ընդունեցի այն, որ ձեզ էլ ավանդեցի, որ Տեր Հիսուս Քրիստոսը այն գիշեր, որ մատնվում էր,
Հացը առավ, գոհանալուց հետո կտրեց եւ ասեց. Այս է իմ մարմինը, որ ձեզ համար կոտրվում է, այս արեք իմ հիշատակի համար։ Այնպես էլ ընթրիք ուտելուց հետո բաժակը առավ եւ ասեց. Այս բաժակը նորուխտն է իմ արյունով, այս արեք քանի անգամ որ խմեք իմ հիշատակի համար, որովհետեւ քանի անգամ որ այս հացը ուտեք եւ այս բաժակը խմեք, Տիրոջ մահը պատմեցեք մինչեւ որ գա։ Փառք Հիսուսին։ Ես այս ընցանեմ։ Փառք Հիսուսին, գիտես, սովորական հացա։ Սովորական գինիա։ Մեջ ալկոհոլ չկա։ Մենք հիմա ես ու դու օրհնելու ենք, որ դառնա սուրբ հաղորդություն։ Ու գիտես, քո օրհնելուց հետո, երբ որ դու կօրհնես սուրբ հաղորդություն, ինքը իզորու է քո կյանքում վերակենդանացնելու։ Ու կապ չունի ինչ։ Կապ չունի ինչ, իզորու է բժշկելու, իզորու է ազատագրելու։ Տիրոջ մարմինը, որ մահացավ իմ ու քո մեղքերի համար, այսօր իզորու է բժշկելու քո ամեն ցավերը։ Ուղղակի հավատքով պիտի մոտենանք։ Ես խնդրելու եմ, որ պարզես քո ձեռքը, սրտումդ այն ամենակարևոր, այն ամենածանր, այն ամենադժվար իրավիճակը ընդունելուց առաջ ասա Տեր, թող քո սուրբ արյունը մաքրի ինձ։ Հետո նոր կընդունես, հա։ Խնդրելու եմ, որ աղոթես իմ հետ միասին։ Սիրելի Հայր, մենք օրհնում ենք քո սուրբ անունը ու քո առաջ ենք բերում Տեր իմ արքա այս հացը Տեր իմ Աստված ու այս գինին։ Մենք խնդրում ենք Տեր իմ արքա, որ քո երկնային օրհնությունը իջնի այս բարիքների վրա ու մենք հռչակում ենք Հիսուս Քրիստոսի զորավոր անունով սուրբ հաղորդություն, որ ամեն ընդունողը Տեր իմ արքա մեկ լինի քեզ հետ Հիսուս Քրիստոսի անունով։ Տեր իմ արքա, թող քո բժշկարար ու ազատագրման զորությունը լինի այստեղ ամեն մեկի ընդունելու վրա մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Ամեն։ Սիրելիս, ես գուցե պատմել եմ, չգիտեմ, ես առողջական խնդիր ունեի, տարիներ առաջ էր դեռ այստեղ էի, որը վիրահատության կարիք ուներ, անպայման վիրահատության կարիք։ Գիտես, հաղորդությունից հետո մի շաբաթ հետո զգացի, որ այդ խնդիրը չկա իմ կյանքում ու մինչև այսօր։ Հաղորդությունից հետո բանել չեմ ասել, Տեր ջան, կլինի բժշկես, որոշել էի, որ պիտի գնայի։ Հաղորդությունից հետո այդ ամեն ինչը վերացել է։ Լսի, կենթանի է Հիսուսը։ Ամեն։ Կենթանի է Հիսուսը։ Ինչ ունես բեր, ասա Տեր, եթե բան կա, որ քեզ հաճելի չի, խնդրում եմ մաքրի։ Ամեն։ Փառք մեր Աստծուն։ Ես կխնդրեմ, որ ծառայողները մոտիկանան։